Ողջույն սիրելի հետևորդներ, երկրագունդը շատ արագ է պտտվում իրականում։ Կարծեմ վերջերս է հենց այսօր անցած տարվա, երբ միասին դիտեցինք մեր Լիլ քաղաքի համայնքի պարային համույթի համերգը և Հայաստանից հրավիրված երգչուհիները։ Այս տարի ևս հենց այս օրը միասին վերջապես դիտելու ենք հիասքանչ Նազանի խմբի ելույթները և Հայաստանից ժամանած արտիստների ելույթները նույնպես։ Սիրելի հետևորդներ, կարծում եմ բոլորի դուր կգա գտնվել հայկական միջավայրում, վայելել մեր հայկական երգն ու պարը, երաժշտությունը։ Համոզված եմ դրանում, դե ինչ, եկեք միասին գնանք դահլիճ, որը գտնվում է մեր քաղաքի Մոնսալվարո թաղամասում և ավանդության համաձայն ամեն տարի, դե որքան որ ես այստեղ գտնվում եմ, ամենայնևս ամեն տարի մեր համերգները տեղի են ունենում այս հիասքանչ համերգասրահում։ Գնացինք վայելելու, գնացինք։ Սիրելի հետևորդներ, ուրեմն այս սիրուն երկու հայրիները մեր պարային համույթից են, հիմա իրենք կպատասխանեն, որ խմբից եք աղջիկներ, փոքրերի, մեծերի, փոքրերի մեջ եք, իրենք կարող է մի քիչ դժվարանան հայերենից, բայց ոչինչ, երբանից եք պարում, քանի տարեկանից եք էստեղ հաճախում, հիմա քանի տարեկան եք, արդեն մի տարի է, սիրում եք պարել, իսկ ինչու եք ընտրել հայկական պարը, Նազանին ինչու եք ընտրել, ինչու հենց էստեղ եկաք, ասենք չգնացիք ֆրանսիական ուրիշ պարային խումբ, որովհետև ինչու, հայ եք, այո, որովհետև դուք հայ եք, ճիշտ ես, որովհետև դուք հայ եք և ուզում եք պահպանել հայկական երգն ու պարը, չէ, սիրով եք պարում, ասա, հետո մեծանանք պարել, նույնիսկ երազանք ունեք, որ մեծանաք պարեք, շատ լավ է, այսինքն ընտրել եք որպես պարը ձեզ համար նաև մասնագիտություն, և հաճելի է, դժվար բառեր եմ օգտագործում երեխեք ջան, չեք հասկանում, աղջիկները ամաչում են մի փոքր, բայց ոչինչ, ուրեմն այս սիրուն աղջիկների միջոցով և ընդհանուր մեր հայ ընտանիքների, հայ բալիկների միջոցով Ֆրանսիայում պահպանում ենք հայկական ավանդույթները, տրադիցիոն դաղմինյան, վալա, մերսի, շնորհակալ եմ աղջիկներ, ապրեք, տեսնենք այս քաղցրիկ անկյունում ինչեր են դրված, բազմազան խմորեղեն թխվածքների տեսակներ, ինչը որ թխում են հայ կանայք, փորձեմ հասկանալ ինչ եմ տեսնում, էկլերներ, մակարոն ֆրանսիական, էսկիմո, նուտելա, ձախ կողմում սիգարետ, դիմացը միկադո, բուտերբրոդ, էստեղ փախլավա, գաթա, տեսեք ինչ հրաշալի տեսականի է, սա էլ պիրոգ էր ամանդով, գաթա, էլի զեֆիր, էկլերներ, գեղեցիկ տեսքով, նապոլեոն, էլի սիգարետներ, ժողովուրդ էս ինչ ախորժելի տեսք ունեն, նայեք, հիացեք մեր հայ կանանց աշխատանքներով, էստեղ էլ ինչեր են, պավլովաներ են միգուցե կամ կեքսիկներ, մի խոսքով հրաշալի ընտրություն, տեսնենք թե ինչ են, ինչու են դրված էստեղ։ Սիրելի հետևորդներ, հիմա ես մեր խոհանոցային հատվածում եմ գտնում, որտեղ ծնողները այս հետաքրքիր թխվածքներն են բերել և հարցնենք, թե ինչ նպատակով են այստեղ այդ թխվածքները բերել, ովքեր են բերել և ինչու։ Խոսքս ուղղում եմ Շահանեին։ Բարև բոլորին։ Բոլոր ծնողները իրենց ցանկությունն են հայտնել ներկայացնել հայկական խոհանոցի որևէ նմուշ, ինչպես գիտենք, կաթաներ, հայկական թխվածքներ եւ այլն, ընդմիջում ենք ունենալու եւ ընդմիջման ընթացքում թիկետները ընդունարանում կարելի է գնել եւ
թիքետներով կարողանան համտեսել մեր հայկական շատ համեղ գաթաները, խմորեղենները, սուրճը եւ ինչպես նաեւ չմոռանան թե որտեղից ենք եկել, ինչի համար ենք եկել, մեր հայկականը պահենք։ Իսկ ինչու տիկետներով։ Որովհետեւ անցյալ տարիների փորձից դուրս գալով շատ դժվար է, երբ որ եւ գումարին է ծեր տալիս եւ սնունդին նախարարչինը, հետո հիմնականում տալիս են մեծ գումարներ, որի մաները տալը ժամանակ է կորցնում։ Դրա համար որոշել ենք տիկետներով ավելի ճիշտ դնել։ Շատ ճիշտ նախաձեռնություն է եւ այդ գումարները ուղղվելու են մեր համայնքի բյուջեին, ինչպես միշտ։ Շնորհակալություն Տիկին Շահանե։ Քաղցրիկներից տեղափոխվենք արվեստի աշխարհ։ Այս հրաշալի անկյունում ներկայացված են մեր բազմաշնորհ հայուհու Սիրանուշի աշխատանքները։ Տեսեք ինչքան լույս ու ջերմություն են հորդում այս նկարներից։ Ձեռքի աշխատանքներ են։ Աջ կողմինը նաև էպոքսիդային խեժի օգնությամբ կատարված։ Սեղանների վրա դրված են ըստ իմ մեկնաբանության կենաց ծառերը, որոնց տերևները բնական քարերից էին։ Սիրանուշը հիմնականում օգտագործում է բնական նյութեր եւ տեսեք այս սեր արտահայտող աշխատանքները ինչքան գրավիչ ու գեղեցիկ էին։ Կարճ ասած կախված օգտագործվող նյութերից արժեքները տարբեր են, սկսած 25 եվրոից։ Այս միջոցառումը զարդարեց հրաշալի ցուցահանդես վաճառքը եւս։ Սիրելի հետևորդներ, շուտով կսկսվի համերգը, արդեն զբաղեցրել են մեր տեղերը եւ սպասում ենք համերգի սկսվելուն։ Իդեպ շատ կանոտար ազգի մարդիկ, որոնց հետաքրքրում է մեր հայկական մշակույթը, այնպես որ գովալու տեղեր ունենք։ Առայժմ Բացման խոսքով հանդես եկավ Արարատ ասոցիացիայի նախագահ Տաթևիկ Բազինյանը։ Տարիներ առաջ դեռևս հեռավոր 2003 թվականին է ստեղծվել մի խումբ երիտասարդների կողմից Արարատ ասոցիացիան, որոնց նպատակն է համախմբվել դրսում ապրող հայերին։ Եվ այսպես սիրելիներս սկսվում է այսօրվա տարեվերջյան հաշվետու համերգը։ Տեսնենք, թե ինչ են մեզ համար պատրաստել Պարուսույց Արմինե Ալթունյանը և գործադիր տնօրեն Նարինե Մարդոյանը։ Եվ այս միջոցառմանը, որտեղ որ հնչում է եւ բեմից կատարում է հայկական ավանդական երգն ու պարը, եկեք բարձր եւս մեկ անգամ ոգեվորիչ ծափարենք մեր երեխաներին, ովքեր որ հայրենիքից այդքան հեռու գտնվելով պահում ու պաշտպանում են հայկական արվեստը։ Առաջին երգը, որ ուզում եմ ձեզ եկել, մեր Հայաստան աշխարհի հայոց բանակի օրհներգն է, երազիմ երկիր հայրենի։ Կարոտել ենք, չէ, Հայաստանը։ Եկեք մի հատ էլ մեր զինվորների բարձր ծափարենք ու երազիմ իմ երկիր հայրենի հոգսեր այչը հույսըտ մեծ կարգավոր երկիր երազիմ իմ երկիր հայրենի հոգսեր այչը հույսըտ մեծ կարգավոր երկիր ես մի ունեմ հողի
Քովասկի հայրենի ես մի Yes, me Եվ հանդես եմ գալու ձեզ համար, ողջունում եմ բոլորիդ ու բոլորիդ ջերմ էներգիան զգում եմ, շնորհակալ ենք։
հետևորդներ, ընդմիջման ժամ է, ես էլ դուրս եկա։ Մոռացա ձեզ հիշեցնել անունները, չնայած կարճ հոլովակի մեջ ասել էի, որ Երևանից հրավիրված երգիչ-երգչուհին, ուրեմն Դավիթ Խաչատրյանն է երգիչը, Սուսաննա Նաջարյանն էր երգչուհին էր։ Դե արդեն տեսակ ինչքան հրաշալի կատարեցին մեր տարբեր տարիքային խմբի էլի արտիստները։ Շատ հիանալի էին պարում մեծահասակների խումբը, հեզաճկում պարն եմ սիրում, ինչպես ասում էր Եղիշե Չարենցը, եւ այսօր ես տեսա իրոք այդ հեզաճկունությունը, շատ լավ, շատ ոգևորված, շատ բարձր տրամադրությամբ նայում ենք, տղաներ կային ընդգրկված, որ ինձ շատ դուր եկավ, բայց մի բան ինձ դուր չեկավ, ես սա ասեմ, ովքեր լսում են իմ հետևորդներից, որքան նկատեցի բացի այդ պարող երեխաներից, ծնողներից կամ խիստ մոտիկ հարազատներից, մյուս հայերից գրեթե մարդ չտեսա։ Վատ է, որ այդպես է, կարևորը համերգն է, հայկական միջավայրը, մթնոլորտ, այս ամենի մասնակցություն ունենալն էր ամենակարևորը։ Ինչու են օտարազգերը եկել մեր
համերգին, իսկ մեր հայերը չկային։ Այսա հաջորդ տարվա համար կարելի է ուշադրություն հրավիրել եւ իմ կարծիքով արժե գալ, որովհետեւ այստեղ ցանկացած ամենասովորական համերգը Ֆրանսիայում տոմսը սկսվում է 70 եվրոից, իսկ այս համերգը մեծահասակների համար 40 եվրո է։ Տեսեք ինչ հիանալի երգիչ երգչուհի է եկել հասել Ֆրանսիայի այս մեր անկյունը հայկական եւ Նազանի պարային համույթը, որ գոյատևում է 15 տարի, նախկինում էլ են իհարկե այստեղ ապրել, Արարատ է եղել անունը, հիմա մեր ասոցիացիան հայկական կոչվում է Արարատ։ Եվ ցանկալի է, որ բացի օտար ազգերից, ովքեր գերադասել են դիտել հայկականը, ներկա լինեին նաև մեր հայերը։ Մեր համայնքը շատ մեծ է, կարելի էր ավելի մեծ մասնակցություն ունենալ։ Ինչ շատ դուր եկավ ծնողների այս հետաքրքիր կազմակերպվածությունը, իհարկե շատ բարդ բաներ կան, որ ես այստեղ իմացա, որ կատարվում են միայն կուլիսներում, մենք միայն հրաշալի համերգն ենք տեսնում, շորոսուղը, եւ շատ մանուկներ մեր աչքից կարծես թե վրիպում է, բայց հիմնականում այն հիասքանչ կատարումները, որ արդեն բեմի վրա մենք պատրաստ տեսնում ենք, դա շատ կարևոր, պատասխանատու, դժվար աշխատանքի շնորհիվ է տեղի ունեցել եւ վերջում էլ ելույթ կունենան, կարծում եմ, թե ինչպես համերգի սկզբում ելույթ ունեցավ Արարատ ասոցիացիայի նախագահը Տաթևիկը, վերջում էլ երևի կխոսեն այդ խմբի ղեկավարները, կազմակերպիչները, մի խոսքով դուք կծանոթանաք, եթե չգիտեք, կոնկրետ ինձ համար շատ հաճելի է, ինձ համար շատ սիրելի է լսել հայկականը, երգն ու երաժշտությունը, պարը մեր հրաշալի երեխաների։ Այս ֆրանսիական միջավայրում պահպանվել են հայի տեսակը, հայկական երգն ու երաժշտությունը։ Եվ ամենահետաքրքիրը նա է, որ շատ ոգևորված են հենց ֆրանսիացիները, շատ ֆրանսիացիներ կան։ Նորից եմ շեշտում, հուսով եմ հաջորդ անգամ այստեղ կլինեն ավելի շատ թվով հայեր։ Դե ես գնամ արդեն, շուտով երևի թե կսկսվի երկրորդ մասը եւ սիրով կդիտենք։ Հիացած եմ։ Երկրորդ մասի բացումը սկսվեց տղաների այս հուշկու պարով։ Բարեք տղաներ, ցույց տվեք ձեր բասկի ուժը, ինչքան խրոխտ են, չէ՞ պարում։ Եկեք միասին վայելենք տղաների այս հիասքանչ պարը, կարծում եմ բոլորի դուր կգա։ Սա գոյամարտի պար է, պարը վաղուց է հայկական մշակույթի մեջ գտել ուրույն տեղը և միշտ սկսած վաղ ժամանակներից հայերը թե տոնական առիթներով, թե վշտի պահերին միշտ պարել են։ Պարն է նրանց ուժ տվել և չենք մոռանում, որ մեր պարերի հիմնական մասը դրանք ներկայացվում են որպես մեր կյանքի, մեր ճակատագրի մի մասնիկը։ Հարսի պարն է, շատ գեղեցիկ մուտքով, աղջիկները այսպես նազանքով, պարելով, մտնում են բեմահարթակ և տեսեք աղջիկների ետնամասում գտնվում է հարսիկը, այսպես պարելով, ինչը որ ցույց է տալիս նորից մեր հայկական ավանդույթը։ Այնքան պրոֆեսիոնալ են պարում աղջիկները, կարծես թե իրական
լինեն պարուհիներ։ Եվ տեսեք ինչքան նազանքով, ինչքան գեղեցիկ ճկուն ձևով են նրանք բեմահարթակում ներկայանում, մոռանալով մեզ հանդիսատեսին, նրանք այնքան սրտով և հոգով են պարում, որ կարծես թե իրոք գտնվում ենք մենք մի հետաքրքիր հարսանիքի պես։ Դե արդեն կինտոների պարը բոլորին ծանոթ է, կարիք չկա ներկայացնելու։
էլ երգում է Սուսաննա Նաջարյանը։ Իդեպ ես այսօր բացահայտեցի այս երկու երգիչներին, շատ հավանեցի, հրաշալի կատարումներ էին երկուսի կողմից էլ։ Իսկ ամենավերջում բեմահարթակ է բարձրանում սիրելի պարուսույց Արմինե Ալթունյանը, ով իր նազանքով ևս զարմացրեց հանդիսատեսին, որի վառապացույցն են այս շռայլ ծափահարությունները։ Հրաժեշտ է տալիս բոլոր խմբերը իրենց պարային համարներով։ Բեմահարթակում են Դավիթ Խաչատրյանը և Սուսաննա Նաջարյանը։ Բեմահարթակ են գալիս գործադիր տնօրեն Նարինե Մարդոյանը, պարուսույց Արմինե Ալթունյանը և Արարատ ասոցիացիայի նախագահ Տաթևիկ Բազինյանը։ Շնորհակալություն ձեզ տբան հետաքրքիր ու գեղեցիկ համերգ կազմակերպելու համար։ Գիտեմ շատ դժվար է, բայց դուք այն իրագործեցիք ձեր ջանասիրությամբ, ձեր միասնությամբ և այսօր հպարտորեն դուք կարող եք ասել, որ ստացվեց այսօրվա համերգը։ Դուք ներկայացրեցիք հայկական երգն ու պարը։ Շնորհակալ ենք ևս մեկ անգամ և ծնողների կողմից իր շնորհակալական խոսքը ուղղեց նաև Լիաննա Ավետիսյանը։ Շնորհակալություն բոլորիդ, փոքրիկներ, մեծիկներ և կազմակերպիչներ։ Ահա, ավարտվեց ևս մեկ համերգ։ Սիրով կսպասենք հաջորդ տարվան։ Ցտեսություն։ Սիրելի հետևորդներ, ավարտվեց մեր այս հրաշք միջոցառում, համերգ, ներկայացում, ամեն ինչ կարելի ասել։ Մեծ բավականություն ստացած դուրս եկա։ Իրոք հրաշք էր։ Մասնակցեք սիրելի հայեր այս հրաշալի պարային համույթի համերգին և դուք ինքներդ կհամոզվեք։ Ինչքան որ հնարավոր էր նկարել եմ, ինչքան որ հնարավոր է ներկայացրել եմ այս ներկայացումից հատվածներ։ Հուսով եմ կհավանեք և առիթից օգտվելով ուզում եմ իմ բոլոր հետևորդներին շնորհավորել, բարևել, որոնք ինձ այստեղ տեսան և մոտեցան։ Ես շատ շատերին բացահայտեցի այսօր այստեղ։ Բոլորիդ սիրում եմ, լավ եք անում, որ ինձ հետևում եք և պաչիկներ, բոլորիդ։